Ամբողջնիստի ընթացքում բավականին նյարդային արձագանք պատգամավորների հարցերին։ Ես երբեք նյարդային չեմ արձագանքում հարցերին, ես ասում եմ իրականությունը եւ եթե իրականությունն ասելը ձեզ մոտ այդպիսի ընկալում է ձևավորում կամ շատերին նյարդայնացնում է, ես չեմ պատրաստում դրա պատճառով իրականությունը չներկայացնել, թե արդյունքները, թե խնդիրները։ Տիկին նախարար Նարեկը շուտ էր։ Տիկին նախարար դիմել էի քննչական կոմիտեին արտաքին հետախուզական ծառայության հայտարարության հիման վրա, ուզում եի հասկանալ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ինչ տեղեկությունների հիման վրա է դիմել, որ հարցն էին մասն է, որ օտարպետություններում հայերին ճնշում են ընտրությունների մասնակցություն ունենալու հետ կապված միայն այդ ծառայության հայտարարությունն է, թե նաև ՆԳՆ-ն այլ տեղեկություններ ունի եւ ինչ կարող եք ասել ընթացքից։ Ես ենթադրում եմ, որ միգուցե քննչական կոմիտեի հայտարարությունը ամբողջովին չեք դիտարկել այս մասով, որովհետեւ երբ որ արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար ներքին գործերի նախարարության ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ եւ փաստական տվյալներ է նաեւ որոշակի ձեռք բերել եւ եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե կուսակցության ներկայացուցիչների եւ թե նաեւ այլ դերակատարների օժանդակության process-ը կազմակերպելու մասով այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող, խնդրում եմ հետեւել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, խնդրում եմ հետեւել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։ Ցանկացած տեղից եկող ազդակ բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու անկախ երկրից։ Ես արդեն նշեցի, մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականանում, քննչական կոմիտեն պատեհ պահի հանդես կգա հայտարարություն։ Ես ուզում եի երեխայի հետ կապված այդ դեպքից մի բան հարցնել, տեղեկություններ կան, որ միջավայրը որտեղ որ երեխան ապրել է, ինչ որ անբարո վարքեր են եղել, կա ոստիկանության մոտ նման տեղեկություններ, եթե այո, մի քիչ մանրամասնիկ ինչ Ընդհանրապես համայնքային ոստիկանություն կա, մի քանի այդպիսի դեպքի մասին ենք լսել, իրենց հայտնի չէ նախապես թե ինչ է կատարվում այդ համայնքներում։ Նախ մենք կապված է, միանգամից ասեք, որ հետ կապված ինչ տեղեկություններ կան, խնդրում եք կամ նա ինչ մասնակցություն ունի։ Այս պահի դրությամբ ես նշեմ, որ երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի, այո, իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսին կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցերն են ճշգրտման փուլում։ Չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք, նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան ուշացնել չի տա։ Այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա, այսպեսի այդտեղ եղել է այդպեսի միջավայր, այդ մասին էր հարցնում։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների եւ ընտանիքի
մյուս անդամների հետ կապված որոշակի նաև հոգեբանական վիճակ ունենք, հիմա պատկան մարմինները աշխատում են այդ մասով։